ունեցել Հայաստանի Հանրապետության վերջի տարիների ընթացքում։ Ուրեմն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Ղարաբաղի հարցը հասցրվել էր այն իրավիճակին, որ այլ ընտրանք չէր թողնվել հակառակորդին, քան ուժով լուծել, որտեղ բանակցային գործընթացը գտնվում էր փակուղու մեջ, ինչպես ստեղ ասում էր Սերժ Սարգսյանը, բանակը գտնվում էր վատ վիճակում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավորման տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը դուրս էր թողվել բանակցային գործընթացից, ինչպես նաեւ պնդում է Աննա Գրիգորյանը իր հարցազրույցի մեջ Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ այդ process-ը բերել էր հասցրել էր նրան, որ պետք է պատերազմ լիներ։ Եվ այդ պատերազմը անխուսափելի էր։ Եկավ 2020 թվականը եւ ինչի եղավ այդ պատերազմը։ Պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար, նես չէր, որ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ավելի մի քիչ, չգիտեմ, բարձրահասակ էր, ավելի ցածրահասակ էր, լավն էր, վատն էր, մեծ պլան գոյություն ուներ։ Պլանը հետեւյալն էր, որ պետք է Ուկրաինայում պատերազմիներես տարածաշրջանը պետք էր կիսելու։ Այդ ժամանակ, չգիտեմ, Սերժ Սարգսյանն, Ռոբերտ Քոչարյանը ըլներ կամ որևիցե մեկ այլ ըլներ 90% հավանականությամբ դա լինելու էր։ Եթե այն 10%-ը թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լինել, որ ենթադրենք Հայաստանը մտներ դառնար Ռուսաստան, Բելարուս միութենական պետության մի հատված եւ այլը, կարող է մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը, բայց այն բանը, որ տարածաշրջանը կիսվելու էր, այս Ուկրաինայի գալիք պատերազմի համար անխուսափելի էր։ Ուզում էր Նիկոլ Փաշինյանն ելներ, ուզում էր Ռոբերտ Քոչարյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որ գլուխ է գովում, որ ես ելնեի, սենց չէր ելնի, նենց չէր ելնի, իր ժամանակահատված է եղել այն, ինչ որ եղավ 2020 թվականին։ Այն ժամանակը հիմքը դրված եղել։ Եվ խնդրում եմ, այս նաև պատերազմին անդրադառնամ։ Պատերազմից հետո առաջարկ եղավ եւ առաջարկ ա եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ եւ չասեմ ով, բայց չթողեցին որ գնան հանդիպում երաշխավորների ինստիտուտը, այո, թույլ չտվեց եւ ձեր նաեւ կողմնակիցները, որոնք Լեռնային Ղարաբաղում նաեւ իշխանության մասին իրանք թույլ չտվեցին։ Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել, լսել եմ ես այդ խոսակցությունը, զրուցել եմ դրա մասին։ Եվ դրա համար տեղի ունեցավ երկրորդ ռազմական գործողությունը, որը վերջնականապես Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդին դուրս բերեց։ Երբ որ դուք խոսում եք վերադարձի մասին, ով կարա թույլ չտա, հարգելիներս, լավ է հնչում, 100,000-ավոր մարդիկ բան եւ այլ, դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու եք։ Դուք հասկանում եք, որ դուք քաղաքական գործիչ եք, դուք հասկանում եք, որ այդ խոսակցությունը բերելու այն խոսակցությանը, որ նաև ադրբեջանցի քաղաքացիները, որոնք սովետական ժամանակի հատվածում բնակվել են Հայաստանում, ուզենալու են վերադառնան եւ ապրեն այստեղ։ Դուք հասկանում եք, որ այդ խոսակցությունը ուրիշ ուղղություն է տանելու, բայց էդ էլ հեչ, ասում դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու եք, կամ դուք որ ասում եք Լեռնային Ղարաբաղը հանձնեցինք, բա որ հանձնեցինք, բա ինչի պատերազմ եղավ, հենա կհանձնեինք, թղթով կեթայինք, կստորագրեինք 100%-անոց ճակերտավոր աջակցություն ունենք հայ ժողովրդի կողմից հեղափոխությունից հետո։ Ինչեր պետք գնալ հասնել դժոխք, մեռնել այդ բոլոր մահացածների հետ, գնալ հասնել այդ ծերը, որ մենք կամ կողմնորոշվենք, մեկ ասում եք հանձնեցիք, մեկ ասում եք նոյեմբերի 9-ը լավն էր, մեկ ասում եք նոյեմբերի 9-ը վատ էր, եւ այլ։ Երաշխավորների մասին Տիկին Վարդանյան, վարչապետը այստեղ 305 անգամ դրա մասին խոսեց։ Ուկրաինայի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Այդ երաշխավորները, հիմա ասենք աբսուրդ է, չէ՞ հնչում, որ ժամանակին մեկին ասեիր, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա եւ Գերմանիան պաշտպանելու է Ուկրաինային, ասենք իմ պապը կուշաթափվեր, ասենք այնքան գծից աղար, բայց ժողովուրդ իրողություններ է փոխվում։ Երաշխավոր ունեինք, երաշխավոր կար Ղարաբաղում կանգնած, երբ որ երկրորդ բանը տեղի ունեցավ, երկրորդ հարձակումը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանի Դաշնության խոսնակը, դուք մեզ մեղադրում ասում եք ոչ մի բան չարեցիք, մեր հայ ժողովրդին պաշտպան եւ այլ, չէ՞ տենց խոսակցություն կա։ Հայտարարություն է անում, ասում է կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել բաները, ռազմական գործողությունները։ Սա ինչի մասին է, սա նրա մասին է, որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա է եղել պլանը, որ Հայաստանի Հանրապետության մի կտորել, չգիտեմ, գրավվեր կամ օկուպացվեր կամ ինչ-որ մի բան լիներ, եւ հետո Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին, որպես Ռուսաստանի ամենալավ թեկնածու միջև Սամվել Կարապետյանի հայտնվելը, հիմա երկու լավ թեկնածու կա, միջև իր հայտնվելը
բան, տենց գար ասեր, դե մենք իմիջիալից այդ խոսակցությունները գնում էր, դե մենք չենք կարողանում, մենք փոքր ազգ ենք, ինչ կարանք անենք, մենք չենք կարող, պետք է մեր անվտանգության միակ ձևը դա միութենական պետության մաս լիներ։ Էս է եղել պլանը։ Պլանը եղել է գուբերնատոր դառնալը Ռոբերտ Քոչարյանի։ Իսկ միջև այդ ասենք դուք հասկանում եք, որ 2021 թվականից հետո, երբ որ այդ պատերազմը եղավ, այդ ամեն ինչը եղավ, ոչ մեկ իշխանություն չէր ուզում վերցնել։ Դա համար գնացիք են քաղաքական դիակ Վազգեն Մանուկյանին բերեցիք, հետո գնացիք են քաղաքական դիակ Կանադայի քաղաքացուն բերեցիք, եւ այլ, որտեղ դուք չեք ուզում, ընդդիմությունը չի ուզեցել ու չի ուզում իշխանություն այդ փուլում վերցնել։ Իսկ հիմա խնդրեմ ունեք։ Հիմա մեկ այլ հավակնորդ է հանդես գալիս, տենց հիմա ուզում եք մի հատ պլան անեք, հետո Ռոբերտ Քոչարյանը տենց իրան առաջարկում է, որ հետո Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետի թեկնածու ներկայացնեք, դե Սամվել Կարապետյանը չի կարա, առնվազն 2 երկրի քաղաքացի է, ասենք պլանը բոլորին հասկանալի է, օր ժամ եք ուզում, այդ օր ժամը դուք ասել եք, դուք եք ասել դրա մասին, մեզնից եք օր ժամ ուզում։ Ձեր 04 բանը շրջաբերականը ինձ ասում եք, մեզ ասում եք Լեռնային Ղարաբաղ դուք հանձնեցիք, հարգելիներս, եկաք ստեղ տոնեցիք, որ դուք այնտեղ հաղթել էիք, բա ո՞նց թուղթը ստորագրեցիք, ո՞վ է թուղթը ստորագրեց, Լեռնային Ղարաբաղի լուծարման թուղթը ժողովուրդ, ով ստորագրեց, մենք կռվել ենք, ինչքան զենք կա տվել ենք, ինչքան փող կա տվել ենք, ինչքան մեռնել կա մեռել ենք, ինչքան մեռնելու ձև կա, այդ մեռնելու ձևերով անցել ենք, դուք արեցիք դա։ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելուց սկսած, ինչպես Տիկին Գրիգորյանը արդարացի նշեցի, որ արդարացի ժամանակին նշում էր Ռոբերտ Քոչարյանի մասին, վերջացած Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ստորագրելով հանդերձ։ Հիմա հետաքրքիրը այն է, որ ես ենթադրում եմ, որ ընտրություններով տենց օրենքով նախատեսված է, չէ, որ պետք է գլխավոր թեկնածուները բանավիճեն։ Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանալու գա բանավիճելու։ Եվ դուք այդ բանավեճը փորձում եք ստեղ ինչ-որ ձևով ապահովեք, որովհետև դե ակնհայտ է, դուք այլևս այս դահլիճից դուրս ամենամեծ եւ ամենաուժեղ ընդդիմադիր կուսակցությունը չեք, ձեր բոլոր ռեզերվները, ձեր ունեցած մարդկանց այս նոր ստեղծվող ուժը տանում է եւ ձեզ կարեւոր է, որ դուք գոնե այնտեղ հայտնվեք, որ կարողանաք ինչ-որ ձևով ներկայություն ապահովեք։ Բայց ես հարց ունեմ ձեզ. գալու է Ռոբերտ Քոչարյանը օրենքով նախատեսված հերոստաբանավեճին։ Գալու է, կճշտեք իրանից, Տիկին Վարդանյան, Տիկին Խամոյան, հաջորդ պոդկասթը անելուց Տիկին Գրիգորյանի հետ, միջած պոդկասթը հիմնականում ուղիղ եթերում եք անում, լսեք, այդքան որ բան եք, զապիս եք անում, հետո մոնտաժ եք անում, ես ու այդքան վատ բառ չեմ ուզում ասեմ, տափակ միտք կա մնում մեջ, այդ էլ մոնտաժ արեք, էլի ինձ 15 րոպե ելնի, բան չի մնա, պոդկասթները անում են ուղիղ եթերով, Սլաբո դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի հետ, Տիկին Խամոյան, դուք Տիկին Գրիգորյանին վերցրեք, միացրեք հեռախոսը, Սլաբո դուրս գաք, մանգակ Հայաստանի, գնացեք Սյունիք, Սլաբո Տիկին Գրիգորյան։ Այո, վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը եւ գնում եք Սյունիք փողոց ուղիղ եթերով քայլելով։ Կարող եք։ Չեք կարող։ Մոնտաժ արած բաները դες փակվել եք ձեր փոճուր գրասենյակում, մտնում եք ձեր հյուրանոցները, մտնում եք նկարում եք, սիրուն մոնտաժ եք անում, ձեզ թվում աշխարհը ձեր շուրջ է պատտվում։ Ասեք դուք նայել եք ձեր բաների հետ, ոդկասթի հետ ելույթների բաները, վյուները նայել եք, որ մարդ չի նայում։ Տեսել եք, որ նույնիսկ եթերը մարդ չի նայում։ Ես նայում եմ մեկ-մեկ։ Ես մեկ-մեկ նայում եմ, որովհետև տրամադրությունս պետք է բարձրանա։ Ասենք նա բա չնայեմ, տենամ տրամադրությունս բարձրանա։ Հարգելիներս, բանավեճի առաջարկը բաց է, հեսա նախ